Շարժվենք առաջ։ Չգիտեմ ով է հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք կարաք փոխեք ձեր հովին մի հատ հերոստա քարոզիչի հետ։ Եվ ասեք, մենք իրան ենք լսում, ինքս ես բան է խոսում, դու չես խոսում կյանքը։ Հա որ։ Այստեղ շատերը իրանց կացինը քարին են խփել։ Կացինը քարին են խփել ինձ հաթաթա տալով, որ ես շատ հայտնություններ ունեմ, հարցածակում շատ հայտնությունից, քանի հայտնությունա քու կյանքը։ Քանի հայտնություն ես դու ապրեմ։ Աստված մեզ այն շատ բան չի պահանջում, ասում է, որ տնտեսից պահանջում է, որ ինքը լինի հավատարիմ։ Հավատարիմ։ Եկեք հիմա անցնենք դրա մեջ։ Անցնենք այդ խոսքի մեջ։ Գիտեք, որ սերը առանց իշխանության թուլացնում է հավատացյալին։ Գիտեք, երբ որ ասում են սեր չկա։ Գիտեք, երբ որ սերն է եւ իշխանություն չկա, այդ մարդը թուլանում եւ լղզորվում է։ Իշխանությունը ուժեղացնում է քեզ սիրո հետ։ Սերը, միայն սերը, որ ասում եք սեր, միայն սեր, իշխանություն անեք, դա վերածվում կրոնի։ Խոսքը առանց հոգու դա ֆորմա է, տեսք է, հոգին առանց խոսքի ուղղակի ֆանատիզմ է։ Գիտեք, այս բան կարամ ասեմ մի հատ, հետաքրքիր բան կարամ ասեմ։ Շինարարության մեջ կեղտոտվելը համարեք աշխատանքային պրոցես։ Ով է շինարարություն սկսեմ ու չի կեղտոտվում։ Դա պրոցես է։ Հիմք ես փորում, դա պրոցես է, դու իջնում ես ներքև եւ կեղտոտվում ես։ Բնականաբար դու ցեխոտվում ես։ Բնականաբար այնտեղ տիղմի մեջ ես հայտնում կամ ջուր է դուրս գցեմ։ Դու ցեխոտվում ես, ճիշտ է։ Սա աշխատանքային բան, բոլորն են կեղտոտվում աշխատելուց։ Ուրեմն համարեք, որ սա աշխատանքային պրոցես է մեզ համար։ Ընտրովի հնազանդությունը անհնազանդություն է։ Ես ընտրում եմ սենց հնազանդվեմ։ Ես ընտրում եմ ինձ ձեռնտու տարբերակով հնազանդ, դու քաղաքական գործիչ ես ոնց որ։ Ընտրովի հնազանդությունը, մասնակի հնազանդությունը դա հնազանդություն չի։ Հավատացեք, մի խոսք չկա, որ առեսօր ես դեռ չեմ արել, ինչ որ ինձ ասել եմ հովը։ Ես անում եմ ինչ որ լսեմ, ինձ համար դժվար է։ Դուք չեք պատկերացնի, ինձ համար դժվար է։ Բայց ես ընտրում եմ հնազանդվել։ Ինքը չի ասում դու պետք է հնազանդվես։ Ես գիտեմ, որ ինքը որպես հոգևոր հայր, ինքը ինձ ասում է, ես գիտեմ ինձ համար դա հորիզոններ է բացում, դա ճանապարհ է հարթում, բացում առաջ շարժվելու համար։ Որովհետև եթե ես չլինեմ հնազանդ ու հավատարիմ, ես երբեք չեմ բարձրանա եւ չեմ շարժվի առաջ։ Երբեք։ Մարմինը խաչում են ժողովուրդ, դևին քշում են, իսկ ու կեղտոտ բնավորությունը անիծված, մի կոմենտ դնեմ։ Նորից ասեմ, մարմինը խաչում են, դևին քշում են, որոշները դևին խաչում են, մարմնին քշում են։ Սա չիմացության պատճառով է։ Դևին քշում են, նորից եմ կրկնում, մարմինը խաչում են, բայց բնավորությունը մի կողմ են դնում։ Բնավորությունը պետք է մի կողմ դնել, ժողովուրդ։ Որոշներին թվում է, թե իրանք բան են գտել միացից, թանկարժեք բան են գտել, իրանց բնավորությունն է դա։ Ամենալավ բանն է իմ բնավորությունը, ես սենց եմ։ Ոնց կամ ինձ սենց ընդունեք, քեզ սենց չեն ընդունում։ Ճիշտ են անում, որովհետև այդ քո բնավորությունը մի կողմ պետք է դնես։ Ես չգիտեմ դու փոքր վաղտը լացիրակ ես եղել, կներեք արտահայտության վրացեն բառիս համար։ Փոքր ժամանակ կարող է դու երես առած լակոտ ես եղել քո տանը, պատասխան ես տվել կամ մամայիդ կամ պապայիդ։ Հետո դու մեծացել ես, գնացել ես մանկապարտեզ, այնտեղ պատասխան ես տվել քո դաստիարակին, անդաստիարակ հալով։ Հետո դպրոց ես գնացել, դպրոցում ես սկսել դասատուներին չամռվել,
երեսները թռնել։ Դու այդ ձևի կեղտոտ լակոտ ես եղել, որովհետև քո տանը հանդուրժել են քո կեղտոտ բնավորությունը։ Դու գնացել ես այստեղ, այնտեղ քո այդ կեղտոտ բնավորությունը սեպի պես առաջ մղելով, խրելով։ Եկել ես եկեղեցի, օպա, քեզ չեն հանդուրժում։ Դու գնում ես գետնին, գետնովն ես կպչում, գետնով սկսում են դևին քշել, դա դև չի, դա քո կեղտոտ բնավորությունն է, որ եկել է դեռ մանկուց ու քո տնից, որին ոչ մի անգամ չեն դաստիարակել։ Ոչ են թվում թե կարան գան ինձ նույն կեղտոտ բնավորությամբ ճակատս ուղակի փոսեն։ Դա հնարավոր չի ժողովուրդ, որովհետև այստեղ քահանա գործում եմ։ Ես այստեղ ծառայում եմ հայտնություններով։ Ես այստեղ ծառայում եմ հավատարմությամբ։ Տիրոջ հավատարիմ ծառաներին ոչ մեկ չի կարա մեղադրի կամ նեղացնի։ Ովքեր ծառայում են հավատարմորեն։ Բոլոր ասված բաների տան վկան էր Մովսեսը, հավատարիմ էր, որին վրա հետո Հիսուս տան տեր դարձավ եւ գրված է, որին տունը մենք ենք ուրեմն մի կողմ դրենք մեր բոլոր բնավորությունները։ Գիտեք, մենք այս քուչից, փողոցից, չգիտեմ, այդ ձև բնավորությամբ եկել մտել եկեղեցի ու մտածում ենք ստեղի կարանք սաղին այս մատի վրա ֆռացնենք։ Մենք չենք կարա, մենք իրավունք չունենք։ Առաջի հանդիմանությունը, որ ես տվել եմ, արդեն Մատինյանանի 10,000 կիլոմետրի վրա, ասել եմ դասերովը զբաղվի։ Բլոգներ անելու վաղթը չի։ Всё, մոռացի բլոգ 3 ամիս, 2 ամիս, ինչքան ես այդտեղ։ Իրավունքը ունեմ։ Ամեն։ Ով է լսում։ Ով հասկանում, որ սա կարևոր բան է։ Մենք այս 3 հարցը մեր կյանքում պետք է լուծենք։ Մենք չենք կարող սրանց մեկին անջատենք իրարից։ Գիտեք, հպարտությունը եւ վիրավորանքը, հպարտ մարդիկ բոլորը վիրավորվող մարդիկ են։ Մեդալի երկու կողմերն են։ Հպարտ մարդիկ վիրավորվող մարդիկ են։ Նեղացել եմ, 100 տարի արդեն մարդ եմ։ Ինձ չի հետաքրքրում, դու քանի 100 տարեկան ես, ինձ դա չի հետաքրքրում։ Աստծո խոսքը մեզ դրա մասին ասում է, որ դու պետք է թլպատվես։ Քո մարմինը պետք է խաչվի, պետք է մեռնի դա։ Այդ բնավորությունը, ես չգիտեմ դու ով ես եղել առաջներում։ Կարևոր չի դա, թե ով ես եղել առաջներում, ով ես հիմա դու Քրիստոսի մեջ։ Ու ինչպիսին պետք է լինես դու Քրիստոսի մեջ։ Վերջ, հասկացաք, Քրիստոսի բնավորությունը պետք է ընդունել հիմա։ Քրիստոսի բնավորությունը սեր է, խաղաղությունը, ժուշկալությունը, ամպերությունը, երկայնամտությունը, հավատքը, դա Տիրոջ բնավորությունն է մեր։ Ինձ նմանվող եղեք, ասում է Տերը։ Մենք պետք է իր բնավորությունը վերցնենք։ Հա, պրետենզիա ես վերունում ինձ վրա, հա, պրետենզիա, հա, մատը տաճկս ես կողամ, հա, ցույց ես տալի, ես ես ցույց տալի, են ես ցույց տալի։ Հանգիստ մնա, քո մոտ լիքը գերաններ կա, արտադրամաս կա, աշխատի նրանց վրա։ Գիտեք, առակած գիրքը մեզ 17-24 խոսքում ասում է, որ անմիտի աչքերը աշխարհի ծայրերում է, երկրի ծայրերում է։ Կարդանք այդ տեղը, 17-24, այս ինչ խոր է, այս ինչ սուր, այս ինչ առավոտը բարի չէր մարմնի համար։ Իմաստուն խոհեմ մարդու առջև է, բայց հիմարի աչքերը երկրի ծայրերն են։ Աստծո խոսքը մեզ միշտ ասելու ասա։ Հավիտյանս հավիտենից Աստծո խոսքը մեզ սրա մասին խոսալու է, որ հիմարների աչքերը աշխարհի ծայրերում են։ Ուրիշ տեղ ավելի լավ է երևում, չէ՞։ Ուրիշ տեղերում լավ է։ Ես սա չեմ ասում, անկեղծ եմ ասում, սա չեմ ասում նրա մասին, որ մենք սիրում ենք այդ մարդկանց, այդ Աստծո մարդկանց։ Ես կյանքում կերազեմ անգամ մի անգամ իրանց ծառայության ներկա գտնվեմ։ Ես կուզեմ էլ որ գտնվեմ։ Բայց մի բան եմ ասում ձեզ։ Երբ որ դու չգիտես թե քո փառաբանության
ավակը ինչ խնդիրներ ունի, ինչ կարիքներ ունի։ Լսում եք ինչ եմ ասում։ Չէ, չեք լսում, նորից եմ ասում։ Եկեք հետ գնանք։ Երբ որ քո փառաբանության ավակը դու չգիտես ինչի կարիք ունի, այսօր ես խոսալու եմ, այզև բաց տեքստով եմ խոսալու։ Քո եկեղեցու ծառայողներ ավակները չգիտես ինչի կարիք ունեն։ Միգուցե նրանցից մեկը մի բուր ցորենի կարիք ունի։ Օրինակ եմ ասում։ Մի կտոր հացի կարիք ունի։ Լսում եք ինչ եմ ասում։ Ես հիմարների եւ անհավատարիմ եւ նման այդ ձև մարդկանց մասին եմ խոսում։ Չգիտեն ինչ կարիք ունի, չգիտեն, հասկանում եք, գիտեն, բայց չգիտեն, իրանք շլանգի տեղ են դնում։ Սա անկեղծ խոսակցություն է այսօրվա ծառայությունը։ Բայց հավատում եմ, որ հով մի շան կգնա, սա արդեն վերականգնված կլինի։ Տեղը ռևիզիա դա։ Բայց ինչ որ մի ուրիշ եկեղեցու փառաբանության ավակ նեղացել ու գնացել է իրանց եկեղեցուց։ Անստայց դարդ ենք անում, լացում ենք, սև ու սուք ենք հագել, 40 օր չենք թրաշվում արդեն, թրաշ ենք պահում, վայ, գնացել է, վայ, ինչ ուզում ա եղածը լի, դա ինձ չի հետաքրքրում։ Ստեղ այս եկեղեցում, դու այս եկեղեցում ես, խոսում եմ դրա հայրերի մասին, շատ վարժապետների մասին խոսում, նրանք լավ վարժապետներ են, նրանք լավ ուսուցիչներ են, նրանք կարան աշխարհում, նրանք աշխարհում կան գերազանցեն բոլորին։ Ձեր տեղական եկեղեցու հովիվն էլ, տո իր ավակն էլ, տո իր փառաբանության ավակն էլ, մենք ապրում ենք ուրիշ եկեղեցու դարդերով, աշխարհի ծայրում։ Անմիտի աչքերը զաբորի են կոմի խոտը կանաչ այրևում միշտ։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ես չեմ ասի Լուսին են դրան պատասխանի, որովհետև ես ճշմարտությունն եմ ասել, երբ որ գազ դարդոտած, հա տենաս խիա գնաց։ Իսկ դու հետաքրքրված ես քո եկեղեցու ծառայողների խնդիրների մասին, որ աղոթես եւ բարեխոս լինես։ Ես չեմ ասում տանես փող տաս։ Ես չեմ ասում տանես այս տաս, այն տաս, թեպետ եւ պետք է անել դա։ Դրա հայրերը նրա համար են, որ որոշներին իմի բերեն։ Իմ հայրը ինձ ժամանակ առ ժամանակ ինձ, ուրիշին չգիտեմ աղբերներից, բայց ինձ միշտ ասում էր, տուն վերադարձի, միշտ ասում էր, ճիշտ է, ընտանիք վերադարձի։ Որոշները ընտանիքում չեն, ընտանիք չեն վերադառնում տենց է։ Միշտ իրանց հետաքրքիր է հարևանի ընտանիքում թեխիա սպիշկեն թրջվել, լուցքին, թրջվել, ու չի վառում, հնենց է դարդան, որ գազը չի կանվարի, բայց իրա տանը, իրա գազի տրուբեքում գազ չկա, բալոն չկա, ուտելիք չկա, խոտը կանաչ այրևում, ուրիշ եկեղեցիների, ուրիշ հովները լավ են երևում, սա խոսում ա, գիտեք ինչի մասին, անհավատարմության մասին, ով ա լսում, սա անհավատարմության մասին, տնտեսից պահանջում ա, որ ինքը լինի հավատարիմ, շախ և մատ, սա հասկանում եք, սա շախ և մատ ա, շարունակենք, թե չեք դիմանում ճնշմանը, Այդտեղ ճնշում կա, ես զգում եմ, ճնշում կա, դիմադրություն կա այս խոսքերին։ Չեմ ասում ինչ-որ հատուկ մեկը, սա հոգևոր աշխարհ է։ Դուք կարաք որդյուզման նստած լինեք, ձեր դեմը եղնի հոգևոր աշխարհ, որովհետև դուք իրականության մեջ պարզունակ ճշմարտություններ եք բացում այստեղ։ Պարզունակ ճշմարտություններ։ Մենք ուզում ենք խորը բաներ։ Ես փորձեցի խորը բաներ խոսամ, հասկացա, որ ծառայությունից հետո շատերը չեն իմանում այդ ինչի մասին եմ խոսացել։ Վարոտի մոտ են հասել, մոռացել, բայց այս աղի մասին, այս ձևի բաների մասին, կենցաղական, այս ձև սովորական, սոցիալական մակարդակում շատերը սկսում են լավ հասկանալ։ Իլյուզիա չկա այստեղ իլյուզիա չկա։ Հասկանում եք, իլյուզիա չկա, այստեղ կա տրամաբանական ճշմարտություն, որը մեզ Աստծո խոսքը սովորացնում է, ասում է անիրավ մամոնայի մասին, իդեպ, անիրավ մամոնայի մասին է խոսում, գիտեք մամոնան ինչ է, դա փողասիրության դևն է,
Սատանայի թագավորությունը խիստ երարխիկ կարգով է դասված սատանան, Սատանայից հետո մահվան ոգին է, երկրորդ անձն է, դեմքն է, երրորդ դեմքը ինքը մամոնան է, դրանք երրորդություն են իրար հետ, մամոնան ինքը փողասիրության դև է, ինքը ամբողջ աշխարհի փողերը սիստեմացրել է, այսօր սիստեմ համակարգել է, եւ համակարգի մեջ ոչ մեկին թույլ չի տա, որ ինքը բարգավաճի։ Այդ մեկը իմացեք, երբ որ ասում վարկով փող վերոնեմ, որ այս գործն անեմ, հաջողվեմ, ինքը սխալվում է։ Սատանան կտա, բայց թույլ չի տա, որ դու դրան վայելես։ Ինքը քեզանից կխլի ամեն ինչ, մինչ դու կդնես մի բան գործի մեջ։ Եվ ահա սատանան չի կոչվում Տեր Աստվածաշնչում, բայց ահա մամոնան կոչվում է Տեր։ Շատերը փողին դարձել են իրանց տերը։ Եվ փողը ղեկավարում է, ինքը լավ ծառա է, փողը, բայց դաժան տեր է ինքը։ Եվ ուզում եմ մի բան ասել ձեզ, մինչ ես առաջ կանցնեմ, ժամանակներ առաջ ես մարգարեացա մինչև $100,000, եւ այս տարվա սկզբում արեցի եւ տարվա վերջում արեցի դա, հիշում եք, ես թվեր հրապարակեցի եւ ասեցի, որ արդեն հիշում եք վերջի թիվը ինչքան եմ ասել, որ կա արդեն։ Ով է հիշում։ Ով է հիշում վերջի թիվը։ 10,000։ 10,000 եմ ասել։ Չեք հիշում ինչքան եմ ասել, որ արդեն 10,000 կա։ Այն բիզնեսի մեջ, որ մարդիկ են ընդգրկված։ Հիշում եք մինչև $100,000 եմ ասել։ Այսօր 42-ից $45,000 կա արդեն։ Դա ինձ հետ կապ չունի, լսում եք, դա ինձ հետ կապ չունի, ինձ լսողները թարսուշի դակ են հասկանում։ Ինձ հետ դա կապ չունի, ես ուղղակի այդ խմբին ես մարգարեացել եմ։ Մարգարեացել եմ, որ մինչև այդքան կասեմ, դա ինձ հետո ոչինչ չեմ ասի ձեր ուղղությամբ։ Արդեն 42-ից $45,000 շրջանառվում է։ Բարձր եղեք մամոնայի վրա ուղղակի։ Գրված է, որ ինքը անիրավ է մամոնան, այսինքն անպիտան է, անճիշտ է, անմաքուր է, անգութ է, անխիղճ է, անարդարացի է, չար է եւ կեղտոտ է, արի տես մամոնան ինչ է։ Տերը, ասեք Տերը, Հիսուս, ինքը բարձր է մամոնայի վրա։ Եվ մամոնան կարա գտնվի մեր Տիրոջ իշխանության տակ։ Լսեցիք սա։ Եթե Տերը մեզ անիրավ մամոնային չի վստահում, լսիք ինչ ասեցի։ Չլսեցիք ինչ ասեցի։ Եթե Տերը, այսօր դու փող չունես, բայց դու կարիք ունես, Տերը քեզ չի վստահում այդ փողը, պատկերացնում ես։ Դու չունես։ Եվ միշտ զարմանում ես, ծոմ պահում, սեր մեծամ, չգիտեմ ինչ, չի վստահում քեզ Տերը։ Եթե անիրավ մամոնային չի վստահում, ինչպես մնացած բաները կվստահի մեզ։ Եթե մեզ Աստված կեղտոտ մամոնային չի վստահում, դավերիա չի անում, չի տալի, ինչպես կարա մեզ օծություն տա։ Ինչպես մեզ կարա պարգևներ տա։ Սա խնդիր է։ Եկեղեցի սա խնդիր է։ Իշխանությունը առանց հավատարմության նման է մեքենայի առանց ակների։ Իշխանությունը առանց հավատարմության։ Դու այո կարող ես ունենալ իշխանություն, բայց հավատարմություն չունենալ։ Դա նման է, որ քո մեքենան առանց ակների է։ Այնինչ ձեզ բարձր տեղ է տեղափոխում ծառայության մեջ, դա իշխանությունը չի։ Իշխանությունը ոչ մեկին բարձր ծառայության մեջ չի տեղափոխում։ Իշխանությունը աշխարհում է գործում, հասկանում եք։ Աշխարհում են իշխանավորները, աշխարհում են այն քաղաքական գործիչները, որ կոստյումներ, իշխանավորներ են, նրանք են միայն այդ ձեր գլուխների վրով բարձրանում, բայց հավատարմությունն է տեղափոխում մարդուն այլ մակարդակի մեջ։ Իշխանությունը չի անում դա։ Սա մի թեթև է մաստեր կլասը, որ ես անում եմ այսօր, պատրաստում եմ, որ ամենավերջի կիրակին ես վերջապես կհասնեմ
հավատքն էլ հուսացած բան է հաստատությունն է, եւ չերևացած բաներ ապացույցը, այսօր կմտնենք հավատքի մի ֆազայի մեջ, բայց կխոսամ վերջի կիրակին հավատքի մասին, հավատքի մեխանիզմի մասին։ Այսինքն իշխանությունը չի քեզ տեղափոխում մի այլ մակարդակ, այլ հավատարմությունն է քեզ տեղափոխում ուրիշ մակարդակ։ Ով լսեց։ Շարունակենք մի քիչ սրա մասին, հավատարմության մասին եմ խոսում։ Այսօրվա թեման հավատարմությունն է։ Նայեք, հավատարմությամբ ծառան իր հավատարմության, ասեք ծառան։ Ես ու դու ծառաներ ենք։ Աստծո ծառաներն ենք մենք։ Քրիստոսի ծառաներն ենք, սպասավորներն ենք, ճիշտ է։ Հավատարիմ ծառան 10 բալ հավաքեց հավատարմությամբ։ 10 մնաս հավաքեց հավատարմությամբ։ Հավատարմությամբ եւ իր կարողությամբ 5 տաղանդ հավաքեց։ Այն մեկն էլ որ մի հատ ուներ, նրան ասեց. չար եւ ծույլ ծառա, անհավատարիմա։ Ով լսեց։ Ասեք հավատարմությունը հավաքում է։ Բալերը հավաքում ժողովուրդ։ Մենք բալերի շրջանում ենք, չի ապրում դարաշրջան, որ բալերով են ստանում։ Ինչ արե, ուրեմն աշխատելա, չէ։ Ինչ արե, խորացելա, չէ, նվիրվելա, չէ, ընծայվելա, որ սովորելա եւ բալա շահե, ճիշտ է։ 8 բալ, 9 բալ, ամենաշատը 10, որը հիմնական շատերին չեն է դնում։ Այսինքն գերազանց է քո 9 բալը։ Երբ որ անգելը 9 բալ ստացավ քննությունը, իմ մոտ մի բան շարժվեց ժողովուրդ։ Իմ մոտ մի բան շարժվեց։ Ես սկսեցի ինձ լավը զգամ։ Ու իր բնավորության մեջ շատ հավատարմություն կա։ Ես դա տեսնում դեռ փոքրուց։ Երբեք ոչ մեկին մատով, երեխեք ջան, մատով ոչ մի Աստծո մարդու մատով չփորձեք այս ձև քթին կպնեք անգամ։ Չփորձվեք։ Հավատարիմ եղեք Աստծուն։ Երիտասարդներ լսում եք ստեղ։ Չփորձվեք կպնել նրանց հանդերձին անգամ։ Սավուղը խնդիր էր դրել իր առաջ, որ Սամուելի հետ դուրս գա ժողովրդի առաջ ու մարդմուրդ էր բերում։ Մարդմուրդ էր բերում, անընդհատ մարդմուրդ էր բերում։ Արի ինձ հետ, որ տեսնեն։ Արի ինձ հետ, որ տեսնեն, որ մենք իրար հետ ենք։ Միթե սա հավատարմության խնդիր է, չեմ կարծում։ Դրանից առաջ ճղել էր Սամուելի շորը։ Իսկ հիմա ասում է, այ քո հեղինակությամբ կիսվիր ինձ այդ իշխանությունը։ Իշխանությունը չի ուժեղացնում ծառայությունը ժողովուրդ։ Միայն հեշտացնում է նրան։ Անհավատարիմ մարդիկ միշտ տարբերություններ կդնեն քո տեղական հովվին եւ ուրիշի միջև։ Ես չեմ նայում, հենց գիտեք ուրիշ ծառայողների, այս ինչ ծառայողին եւ իմ հովվին եմ նայում, այս ինչին եւ իմին։ Իմ հովիվը մեջներից մնում է միակը, որին ես տալիս եմ լրիվ իմ պատիվը, իմ հարգանքը, իմ սերը։ Իմ հովի կալիբրը 98% հովներ չունեն աշխարհում այսօր։ Այն քահանագործություն, որ ինքն է անում, ես պետք է գովամ իրան, որովհետև դա ինձ համար կարևոր է։ Զանգում են քեզ։ Քեզ զանգել են։ Դու հովիդ կողքը կանգնած ես, պատկերացրա։ Ինչ-որ մի հատ չուժոյ, մեկը զանգել է,
Որտեղ ես, ինչ ես, այդ ովք են, այդ ում հետ ես, դե մի քիչ ես կոմա գալիս, լսում եմ, Գառնիկի հետ եմ, ինչ դժվար ասեմ, մեր եկեղեցու հովի, ես չեմ ասում ինձ, ես իմ ինչ ասես, ես գիտեմ ինչ եմ ասում, եկեղեցի, մարդիկ ամաչում են, որ դու հովի վնես, իրանց վնես, երեկ ես Սարատով կմեի, հավաքվեցինք, մարդիկ հավաքվեցին, սկսեցի քարոզել տրամաբանության մասին ու հետևություն անելու մասին, ասում եմ որոշները իրանց տրամաբանությունը կորցրել են և այլևս չեն կարողանում հետևությունները անել, թե ինչա տեղի ունենում իրանց կյանքի մեջ, ասում եմ, երբ որ չես կարողանում հետևություն անել, սկսում ես դու կորցնել, հետո սկսեցի աղոթք անել, բոլոր համար ձեռք դնել, աղոթք անել, ընդեղ մի մարդ կար, մի հետաքրքիր մարդ կար, ինձ հարցնում է ձուկ սիրում ես, Տերը գիտի որ սիրում եմ, ասեցի այո, ասեց որ զանգեմ կգաս, ասեցի ինչի համար, ասեց իշնեմ ձուկ բռնեմ քեզ համար, արի տար, ասում դու էլ ես մեր կամանդից ուրեմն, դու էլ ես Հիսուսական, որովհետև Հիսուս ինքը ձուկ էր բռնել, խորովում էր և հյուրասիրում էր աղբերներին, տղերքին, այո, դա մեր Տիրոջ բնավորությունն է, գիտեք, երբ որ տարբերություններ ես դնեմ հյուրի և տեղական ծառայողի միջև, հեռուստաքարոզիչիդ և քու տեղական ծառայություն, քու մոտ սկսում է խնդիր, միշտ իմ համար վեհ է իմ հովվի ծառայությունը, Գառնո ջան ասում է, գալ տեմ, ծառայել տեմ, եթե վատ ելնի գալ տեմ, եթե շատ վատ ելնի, այդ մեկը չասեմ էլի, ու մեկ էլ ավելի շատ վատ ելնի, այդ էլ չասեմ, բայց որ վատ ելնի գալու եմ, աղոթ ենք անելու իրար, այդտեղ աղոթ կա լինելու, այդ օր աղոթ կա լինելու, մենք գիտենք, որ հով Միշան դա սիրում է ստեղանի, ստեղ սիրում է ճեղքել, պոկվել, աղաղակել, ծառայել, քահանագործել իսկական, ես տեսել եմ ստեղ ինքը դա անում է, ու դա իմ դուրը գասը, փառաբանություն նենց որ հատիկավոր երգե մոռացեք, սկսեք երկրպագել, փառաբանել, ուղղակի ժառի տարեք, պատրաստ եղեք բոլոր սցենարներին, որ կասի, այս երգը երգեք, այն երգը երգեք, այս մեկն արեք, այն մեկն արեք, ինքը որ ֆազայի վրա կնի, շարժվեք իր հետևից, բռնեք, որսացեք, քնից արթնացեք, լրջացեք ու եկեք իմ եկեք, հասկացեք, թե ինչ աստեղ տեղի ունենալու, ուժեղ ծառայություն է լինելու, նենց կուզեի թարգմանեմ իրան, նենց կուզեի, չեք պատկերացնի, իմ դուրը գայս է, որովհետև Վանաձորից հետո ասես դու բոլորից լավ թարգմանեցիր, որովհետև ես էլ եմ օրհնում դրանից, Ալելույա, եթե փոքր բաների մեջ հավատարիմ չլինենք, Աստված մեզ մեծի մեջ երբեք չի դնի, Հալելույա, ծառայությունը ավելացնում են հավատարմությամբ, ոչ թե իշխանությամբ, ապրես բարի և հավատարիմ ծառա, այս լսեցինք, զույգեր, դուք ոնց գիտեք, որ դուք ամուր ընտանիք եք, ամուսիններ, մի բան էլ կա, ես եկեք չարցնեմ այդ բանը, բայց ասեմ այդ բանը, ոնց գիտենք, որ երկու զույգ ամուսիններ իրար հետ ավելի մեկ են, ավելի ուժեղ են, ուզում եմ, որ եկեղեցին ուժեղ ընտանիք ունենա, թույլ ընտանիքի նախանշանը սա է, որ երկու անձի մեջ կա երեխա մեջտեղը, երեխան է խրված արանքը, ավելի շուտ երեխայի համար ինքը կբաժանվի, քանց երեխային դուրս կմղի, որ իրանք ավելի մեկ լինեն,
Սա թույլ ընտանիքն է, որ երեխաները տարածություն են առաջացնում զույգերի միջև։ Սա ես պետք է ասեմ, որովհետև Առակաց 28-20-ի մեջ խոսք ունենք, Առակաց 28-20 հավատարիմ մարդը շատ օրհնություններ կառնի, բայց հարուստ լինելու շտապողը անպատիժ կմնա։ 28-20, Առակաց 28-20 Հանեք դուրս շպրտեք ձեր արանքից, բոլոր նրանց, ովքեր բաժանություն են բերում ձեր արանքը։ Լսում եք ինձ, ձեռք չի տալիս, ձեռք չի տալիս։ Հանուն երեխուս ես կմեռնեմ, հանուն երեխուս ես կվերունեմ գնամ իմ հորանցս տուն։ Հորանցը տնից էիր բերել, վայ, կորանամ ես ոնց գամ առած իմ երեխու։ Դեմայլ առեսօր դուք ուժեղ ընտանիքներ չունեք։ Թույլ է այդ ընտանիքը, թույլ։ Լավ է այդ երեխեն, բայց չպետք է արանքım լինի։ Չպետք է արանքım լինի։ Պետք է գրաղամ լինի։ Հետո մեծացրեք, հետո մի օր բնից տվեք, դուս շպրտեք, հանեք, լարեք այդտեղից։ Գնա ապրի քո համար, քո կյանքը։ Իսկ ես իմ կյանքը պետք է ապրեմ։ Հակոբը ասում է, բա մինչև ես ինչքան պետք է իմ համար էլ չապրեմ։ Ինչքան ես պետք է քեզ համար, նրա համար ապրեմ։ Չի կարելի տենց, եկեղեցի, չի կարելի։ Հավատարմություն արեք եւ կտեսնեք, որ դուք շատ օրհնություններով հարուստ կդառնաք, թե ուզում եք աղքատ մնաք, բայց միայն ձեր կուրքի հետ մնաք։ Իմ կուրքս է։ Ալելույա, ես երբ որ առավոտ վեր եմ կեմ, իրան եմ խաչակնքվում, իրան եմ պաչեմ, իրան եմ մի քանի անգամ երկրպագեմ։ Լավ մարդիկ չեք դուք, լավ մարդիկ չեք։ Ես է բան չկա։ Ես ու Լավրը մեկ ենք ու մեկ կուր ենք։ Խորեն չլնի, աղջկերք չլնեն, արամ չլնի, անգեջ, ով ուզում ալնի։ Ոչ մեկ մեր երեխեքից մեկը չի կարա ասի պապան թե սենց, կամ մաման թե սենց։ Մենք կտանք իրա աչքի միթայը կհանենք և իրան նվեր կտանք։ Տեղը պալտոյի կոչակ կկպցնենք։ Չկա այդ ձև բան։ Չկա, հասկանում եք, չկա այդ ձև բան, չկա, չկա։ Չկա, հասկանք, չկա, եկեք փնտրեք, մանեք եկեք, չկա, այդ բանը չկա։ Մենք երբեք իրար հետ մեր երեխեքի համար չենք կռվել։ Իմ երեխենա, իմ երեխենա, իմ երեխենա, իմ երեխենա։ Չաո, բամբինո, չաո, մենք վաղուց ենք իրանց ասի, չաո, հաջողություն ձեզ։ Լավա թե չէ, ընտանիք թեմա եմ անցես, ձերք չի տալիս։ Դու հենց պետք է դա խոսայր, դա շուտվանից է իմ մոտ է գալիս։ Ուզում եք մի բան ասեմ, մայրեր, որոշների լկտիությունը ձեր երկրորդ երջանկությունն է դարձել։ Վсё, ես ամեն ինչ ասեցի։ Իհարկե եղբայրները կան, որոնց լկտիությունը իրանց երկրորդ երջանկությունն է։ Դե համար, որպեսզի չլնի այդ բաները, մենք իրանց ասում ենք հեռու։ Մենք չենք թողում իրանք հաստատվեն, մենք չենք թողում իրանք դառնան, մենք չենք թողում, որ իրար սիրենք, իրար նկատմամբ ունենանք այդ սերը։ Մեր լրիվ սերը տալիս ենք ու ներդնում ենք մի հատ կառապուզիկի մեջ։ Հա, ու մենք ստանում ենք լկտի տնից։ Մենք ստանում ենք լկտի անհնազանդ կամակոր լակոտներ մեր տնից։ Մի արեք տենց, սխալ բաներ մի ներդրեք այդ պուտուկի մեջ, մի բթեք, բունտ, անհնազանդություն, կամակորություն, մի բթեք։ Մի արեք այդ ծև բան։ Դուք
վնասում եք ձեզ, դուք չեք ուժեղանա, դուք չեք հաստատվի։ 100 տարեկան մարդու կնիկ եք արդեն, շատ այդ 100 տարեկան, դուք չգիտեք էլ, որ իրար մարդու կնիկ եք, հենց գիտեք, պրոստը կնիկա չուժոր ապրեմ այն հետ։ Վրխաբար չի, չեք այկել ինչ-որ վարդիթեր անուր, ասում այսում այսով այս վարդիթեր, ասում այ մարդ, ես եմ, կնկնիկն ասում այդ իմ անունն է, բայց խի եմ սկամ ժամակ ես շողիկ ասում։ Մենք դեռ հավատքով ենք քայլում, ժողովուրդ։ Հավատացյալը պետք է հավատքով քայլի, ժողովուրդ։ Հավատացյալը պետք է հավատքով քայլի։ Հավատացյալը չպետք է քայլի իր թորներով, երեխաներով, չգիտեմ տեսած բաներով, զգացած բաներով, միևնույնն է, ինչ ուզում ես ասա դու հովիվ ջան։ Ես իմ պապին եմ կանգնած, ես գիտեմ։ Էսա երեխան ունենալու։ Մի քանի ամիս հետո երեխան ունենալ, լսում եք։ Եկա մեր ընտանիք։ Խորենը արդեն այդ երեխու համար էս առնում են առնում։ Մի հատ այսքան պամպերս առ է։ Ու սենց արդեն սենց եմ լա փորձկած մի հատ վրեց ձենդ բարձացրա։ Մի հատ լա ձենդ վրեց բարձացրա, լա փորձկած մի հատ դեռ երեխեն չկա պամպերս առել արդեն գնում ատուն։ Բա հեշտ չի, չէ, դժվար է, չէ։ Դա մեզ համար հեշտ է։ Բա ջոգում եք, ժողովուրդ հասկանում եք։ Նույն ընտանիքն են, նույն երեխեքն են, սաղ իրա։ Մի քիչ մեծացան արդեն ամենքը ունի իր կարմիր գծերը, էս իմ փողն է, էս իմ շորն է, չէ՞, մինչև այդ սա հավասար էր։ Արդեն հասկանում ես, որ դա Իրանն է, էլ քունը չի։ Այդ երեխեքը մինչ իրար մեջ է ձև հաշվարդարներ են տեսնում, մարդու կնիկն էլ հենց գիտեն, թե իրանք լավ ընտանիք են։ Չգիտեն, ինչքան ապստամբներ են մեծացրել, կերակրել, սնուցան, ներդրել մեջները։ Կասա դա, հասկանում եք, այդ երեխեն կասա, ինչ գցում ես մեջ հետ էլ դառնում է։ Մեկը խոզուկ է դառնում, մեկը փիսիկ է դառնում, մեկն է դոլարի բանկ է դառնում։ Վերջի տոգում ամեն մեկը մի բան դառնում է։ Ինչ եք ներդնում իրանց մեջ, այդ է հարցը։ Ես խորհուրդ կտամ Աստվածաշունչ իրանց սովորացնեք, նախ եւ առաջ։ Մի ասեք, մենք սովորացնում ենք, չեք սովորացնում, սկի դուք չգիտեք։ Դուք չեք ապրում սկի։ Սովորացրեք նախ եւ առաջ տալը։ Ձեր երեխաներին սովորացեք տալը։ Սովորացրեք, որ զոհ անեն, հրյաներին երեխաները, իրանց երեխաներին հրյաները սովորացնում են տալը դեռ փոքրուց։ Նայում եմ սա հրյա է, սա հրյա է, սա հրյա է։ Տեսել եք ֆիլմ կա, մի հատ դեզերտիր աֆիցերի մասին է այդ ֆիլմը, վերջի մի քանի տարիներ նկարահանվել։ Այդ բավականին լավ դերասան, որ միշտ գերմանացու դերա, ֆաշիստի դերա տանում, ու տեղ ինքը հրյաներին լարում է, հրյաներին փնտրում է, հրյաներին բանտարկում է, սպանում է, չգիտեմ ինչ, մարդը բավականին Օսկարներ է շահում, այդ բանի ժամանակ, Օսկարաբաշխության ժամանակ, այս ներկայացնող ասում է, շրջվի դահլիճին նայ, ասում է, ստեղ 89% հրյա են դերասանների, հոլիվուդյան աստղերի մեծամասնությունը հրյա է։ Հրյաները բանկեր են վարում, աշխարհ են ղեկավարում, հրյաները ամեն տեղ են։ Ես լսում եմ բավականին ուժեղ պոլիտոլոգների, որոնք հրյաներ են։ Ես լսում եմ իրանց մտքի կառուցվածքը, լսում եմ, թե իրանք ինչպես են մտածում, խոսում, հասկանում, բաները բացատրում։ Այս օրերին շատերը Իրանի համար դարդուցավ են քաշում, Իսրայելին նախատելով եւ անիծով մի արեք, Իրանի բախտը վճռորոշված արդեն Տիրոջից։ Իրանը կգմփա եւ այլևս չի բարձանա։
Աստված վերցրել է Իրանի եւ սկսել է գործողությունները։ Դեռ 2023 թվականն էր, որ Տերը խոսաց Չարլզ Շամպի բերանով մարգարեի հոկտեմբերի 13, որ Իրանի նախարարներին պիտի ոչնչացնեմ։ Օրեր առաջ մենք դրա ականատեսը եղանք։ Ամիսներ առաջ մենք տեսանք եւս մի ապարատ, որ Բաքվից վերադառնում էր Իրան, սա Աստծո ձեռքն է։ Աստծո այդ մարդն չեմ կարծում։ Եկեք սովորացեք ձեր երեխաներին ինչպես Աստված է ուզում։ Սովորացրեք իրանք տան, սովորացրեք իրանք սովորեն տալը, կիսվելը, կարողանան Տիրոջը տալ։ Դուք վաղը խնդիր կունենաք։ Երեխային շոր հագցնելով չեն դաստիարակում։ Երեխային հաց ուտացնելով չեն, ասա երեխես կուշ տլի մնացածը ջանդամ։ Ոչ, դուք եկուց պրոբլեմ եք ծնել, պրոբլեմ եք դարձնելու։ Իրանք պրոբլեմ են ունենալու, դժվարություն են քաշելու։ Մեծ աշխարհը մեծ խնդիրներ առաջանում այսօր։ Պատերազմի շեմին աշխարհը։ Սիմոն Պերեշը ասում էր, որ պետքա մեծ ձևով մտածել։ Դա Իսրայելի նախկին պրեզիդենտն էր։ Ասում էր պետքա մեծ մտածել։ Երբ որ մենք սկսենք մեծ մտածել, հрьяաներս հասկացանք, որ բաները պետքա անել հենց հիմայի սկզբունքով։ Գիտեք, հավատքը ասում է հենց հիմա։ Հավատքը ասում է հենց հիմա։ Հավատքը հենց հիմա։ Այսօրվանից է պետք, չպետք է գնալ մյուս օրվանից մտածել։ Այսօրվանից է պետք կառուցել հավատքը երեխեքի մեջ։ Հավատքը պետք է կառուցել, որովհետև նա հայտնվում է ավետարանի միջոցով, հավատքը, հավատքի արդարությունը, ավետարանի միջոցով է հայտնվում։ Եվ ասեց, որ Բարձրաստիճան պաշտոնյաներին, նրա նախարարներին պետք է ես ոչնչացնեմ, Տերը սկսել է այդ գործընթացը։ Որովհետև հрьяաները ճիշտ են մտածում։ Աստվածը ճիշտ է գործում։ Ես ու դու պետք է մտածենք Աստծո մտածելակերպով։ Մեր երեխեքին ասում մտածելակերպով է պետք դաստիարակել։ Դաստիարակչությունը ելի եմ ասում, դա ոչ լավ ուտացնելու մեջ է, ոչ լավ հագցնելու մեջ է։ Մի բարձրաստիճան գեներալ կար։ Լավրի բարեկամների մեջ եմ ասում։ Իրանց տղեն մեծացել էր փափուկ եւ շատ հարմարավետ կյանքը։ Այդ հերն ու մերը մահացան մի օր։ Այսօր ինքը դժվարություն է քաշում արդեն 60 տարեկան է։ Երեխուն պաչելով չեն դաստիարակում, գրկելով չեն դաստիարակում։ Սիրում եմ։ Սառան մի օր սիրում էր ուրիշի երեխուն։ Տերը ասեց, ես ուզում եմ դու քուն ունենաս, որպեսզի դու նրան սովորացնես, որ նա ազգերի մեջ այն խոստման առաջի պտուղն է, որի միջոցով բոլորը պետք է ժառանգեն երկիրը, ժառանգեն բոլոր խոստմունքները, Իսահակով քեզ կտրվի։ Աբրահամն էլ հավատաց Աստծուն, դա հավատարմություն է, եւ Աստված ասեց, դա արդարություն լինի քեզ։ Ես ինչ որ ասեցի այսօր, շատ բաներ ստացաք, լսիք, չգրեցիք, միգուցե չքաղեցիք։ Մյուս կիրակին, որ ես կքարոզեմ, ես կխոսամ դեռ հավատքով ենք քայլում խոսքը, որը պատրաստվել եմ։ Դեռ ունեմ հավատքի մի մեծ թեմա, որ կխոսամ։ Մինչ կհասնենք Եբրայեցիների 11:11։ Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է եւ չէ երևացած բաների ապացույցն է։ Հնարավոր է դուրը չգա, բայց էսա Աստծո խոսքը մեզ երբեք մեր սրտով չի խոսում։ Խոսում է ինչպես ինքն է ուզում Աստված։ Իր խոսքը տենց է խոսում, իր խոսքը երբեք մեր կամքով չի խոսում, ապա Աստված է, որ ներգործում է թե կամենալը, թե անելը իրան հաճելի պես։ Հալելույա Հիսուս։ Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ։
Մեզ սովորացրա, որպեսզի մենք փոխվենք։ Մեզ հավատարիմ սիրտ տուր։ Ես ուզում եմ ավելի հավատարիմ լինել, ավելին, իջնել ալիմփներից, իջնել մեր բարձունքներից, խոնարհվել եւ հնազանդ զավակների պես հավատարիմ լինել Տիրոջը։ Հավատարիմ մարդը շատ օրհնություններ է ստանում եկեղեցի։ Հավատարիմ ալինեմ, հավատարիմ մարդը հարստությամբ, Տիրոջ օրհնած հարստությամբ, որի հետ տրտմություն չի խառնում։ Հավատարմությամբ հավատարիմ ծառան 10 մնասել ձեռք բերեց։ Դա ուժով չէր, դա իշխանությամբ չէր, դա հավատարմությամբ էր, որ ասեց ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Հալելույա։ Ծուլությունը համարեց չարություն Տերը եւ ասեց չար եւ ծույլ ծառա։ Ես աղոթում եմ, որպեսզի իմ ու քո կրծքավանդակի տակ հավատարիմ սիրտ ձևավորվի, որ դու լսես քո առաջնորդից, դու լսես քո Տիրոջից, ապրես հավատարիմ ծառա։ Հավատարմություն, տուր ինձ հավատարիմ սիրտ։ Մինչ հավատարիմ կհամարես քեզ, ասեմ, որ անհավատարիմ իրավիճակներ պիտի լինի, որպեսզի ստուգվես, արդյոք հավատարիմ ես թե չէ, որովհետև հավատարմությունը անհավատարիմ իրավիճակների մեջ է դրսևորվում։ Շնորհակալ եմ քո շնորհքի համար։ Շնորհակալ եմ։ Աստված ինքն է հավատարիմ ժողովուրդ։ Աստված ինքն է հավատարիմ։ Հալելույա։ Հավատարիմ է իր խոստմունքներին, հավատարիմ է ինչ որ ինքը ասել է։ Հալելույա։ Հալելույա, հալելույա, փառք ես, փառք ես։